Բարև ձեզ հարգելի ընկերներ, երեկվա այդ սատանայական շաբաշը, որը կազմակերպել էր Նիկոլը, և բոլորը ասում են հալալ ա եղել մեր հոգևոր, իհարկե հալալ ա եղել հոգևորականներին, բայց ինչպես կարելի էր թույլ տալ, որ դա կատարածվի։ Եվ արդեն որոշակի ուժեր Ջուստինի փորձում են դա հաղթանակ ձևակերպել, որ տեսնում եք նրա նկատմամբ վստահությունը նման քայլերով մաշվում է, խայտառակ է լինում, նրան չի հետաքրքրում ինքը խայտառակ է լինում, թե չէ, բացարձակ չի հետաքրքրում, և նույն այդ եպիսկոպոսները, որոնք անցել են այն կարմիր գիծը, որից հետո էլ, հասկանաք, точка невозврата։ Եթե նրանք անցել են, նրանց հետևից մարդիկ կվազեն, ինչ-որ բան կգոռան, թե չեն գոռա, դա ինքնաց փոփում է, բայց ամենասարսափելին, որ այդ ամեն ինչը, այդ հուսահատության քայլերը, ընդդիմադիր ուժեր որոշակի անձինք, արդեն քիչ թե փորձում էին բանել իրենք հպարտանային դրանով, առաջի հերթին կեղծել, որ դա իրականում ինչ-որ մի դրական բան է, երկրորդ հերթին իրենց վրա, իրենց ցույց տալ, իամ թե միած դեմքը միա ցույց տալ, իամ թե իրենք դրա մեջ ինչ-որ մի ձևով խառնված են։ Դաշնակ այդ դաշնակության դեմք հանդիսացող հասկացեք մի կուսակցության, որի դեմքը կարող է լինել Իշխան Սաղաթելյանը, ժողովրդական շարժման գիտակցված տապալման բազմակի մրցանակակիրը, որ մեր դաշնակցությունը պետք է դրա մեջ ինչ-որ մի մեծ ազդեցություն ունենա, ինչ-որ եսի մինչերի մեջ, այնտեղ այդ սերժական թիմից, որը իրական վատ մարդ չէր, լավ տղա է, տաղանդավոր տղա է, բայց ոչ քաղաքական գործիչ է, ոչ էլ անհույսությունից, անզորությունից իհարկե, Գյումրիում հաղթած կառավարությունը, էլի հենց իշխան քաղաքապետարանը դիմադիր է եղանում, թե հաղթել են եւ ըստ այդ հաղթանակի օրինակի նաեւ պատրաստվում են գնալ Նիկոլի հետ ընտրությունների 26 թվին այդ Գյումրու հաղթանակը ձեզ օրինակ եւ երեք այդ Ռուբեն Մխիթարյանը հաղթած քաղաքական գործիչ հաղթողներից մեկը որոցել էր փողոցային ակտիվիստի ակցիա անել, սրբազանների նկարներն էր քաղաքապետարանի պատից կախում, դեմքները ճմրթելով, շատ ծիծաղելի կլիներ, եթե այս ամեն ինչ այսքան ողբերգական չլիներ։ Հաջորդը լինելու Էշմիածինը։ Ժողովուրդ իրականում պատրաստ է, մեղադրում են, ինչպես ասեն, գնացին 21 թվի ընտրություններին, բունկերից այդ մեկ ավել ապրել երազող խոզին հանեցին և դրսի հրաբաններով դրսի գործակալները կազմակերպեցին ամեն ինչ, հիշում եք, չէ, եռաբլուրը, ոտքի տակ տվեցին Նիկոլի, որ ոչ մի բան չխանգարի իրենց ընտրությունների գնալ, Պաշտպանության եկած բանակը, որ ասում էր, որ մենք ձեր մեջքին կանգնած ենք, կես ժամ հետո հայտնվեցին ինչ-որ վանեցյաններ, մանենցյաններ, իշխաններ, միշխաններ, այդ նույն Լիլիպուտը և հայտարարեցին, որ բանակը իրանք էին հայտարարում, բանակը չպետք է խառնվի քաղաքական պրոցեսներին, ինչպես հիմա են խառնվում քաղաքական պրոցեսներին, ասում են եկեղեցին եւ այլն, չէ, իրենք ներքաշեցին եկեղեցին քաղաքական պրոցեսների մեջ, իրենց փստանքոտության արդյունքով, իրենց իմբեցիլության, ինֆանտիլության, դավադրության պատճառով, երբ եկեղեցին հոգեվորականի համար մեջ երջանկություն կլներ, ինքը գնալ իր համարի հոգեվոր աշխատանքը կատարեր իր թեմում, իր եպիսկոպոսական աթոռին գահին նստած հոգևոր պարտականությունները իր թեմի հետ, իր հոտի հետ աշխատեր։ Խառնվեցին մենակ այն պատճառով, որ քաղաքական այդ փստինքները Նիկոլի հետ համագործակցելով երկիրը բերեցին այն օրվան, ինչում որ մենք հիմա գտնվում ենք։ Իսկ երկիրը գտնվում է
ոչ թե կործանման եզրին, այլ կործանման բուն են վերջին ընթացքում արդեն անդունդի եզրը հատել եւ ընկնում է ներքև։ Եվ կաթողիկոսը տղամարդ լինելով հանդերձ հենց իմ տղամարդկության հայ լինելով հայկական եկեղեցու առաջնորդության պատճառով հասկանալով թե ինչ հետևանքների է դա բերելու, նա այս ամեն ինչ գիտակցում էր թե ինչ հետևանքների է դա բերելու։ Կազմակերպեց այդ կոնգրեսը, որտեղ հայտարարեց, որ Արցախցին Արցախի տերն է, իրավունք ունի տուն վերադառնալու, Արցախի մշակութային կոթողները պետք է պահպանվեն, դրանք հայկական են, եւ իհարկե մուսուլմանական առաջնորդի այդ խոսքերից հետո, երբ որ հայկական եկեղեցին հանդիսանում է տարածաշրջանի քայքայիչ ուժ, իհարկե հրաման տրվեց Նիկոլին վերջնական հարձակվել հայոց միակ հայկական մնացածը հայկական։ Մենք արդեն պետությունը չունենք, դա պետություն չէ, դա խեղճատակություն հասկանում եք։ Այն ինչ որ պատկանում է ամեն մի հայի ամբողջ աշխարհում։ Եվ սփյուռք պառակտողներ հանկարծ չաշխատեք արդեն ինչ որ ձեր անձնական շահերի պատճառով սփյուռքին կպնել։ Սփյուռքն էլ ձեր դեմքն է։ Սփյուռքն էլ է պառակտված, այո։ Բայց սփյուռքում դեռ կա այն ինտելիգենցիան, որ հասկանում է ինչ է կատարվում։ Եվ սփյուռքին մեղադրել նրա մեջ, որ ոչ մի բան չի կարողանում անել, նույն Սամվել Կարապետյանը, որ ազգային կապիտալի գրող է։ Արց կապիտալ բառը չէ այստեղ կարևոր, հարտա ազգայինն է։ Որովհետև Սամվել Կարապետյանին շատ ավելի կարող եւ շատ ավելի հարուստ մարդիկ կան, մեծ ավելի կապիտալ ունեցող, որոնք մեր ազգի հետ նրանց կապիտալը եւ հնարավորությունները ազգային չեն։ Իսկ Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը երկար ժամանակ ապացուցել են, որ իրենք ազգային կապիտալի գրողներ են, ինչպես որոշ նաեւ մարդիկ, Հարությունյանը, Թևանյանը։ Ուղղակի մենք ավելի շատ գիտենք եւ իրականում, քանի որ հնարավորություն ավելի շատ են ունեցել Ռուբեն Վարդանյանի եւ Սամվել Կարապետյանի մասին։ Եվ թե ինչեր են նայել նրանք եւ Սամվել Կարապետյանը նույնպես նույն պատերազմի ժամանակ նույնիսկ իրավունք չունենք իմանալու, որտեղ չի կարելի իմանալ։ Ես սփյուռքին մեղադրել նրանով, որ ոչ մի բան չեն անում, այո, նույն Սամվել Կարապետյանը, նույն Արա Աբրամյանը, ես գիտեմ այն ինչ որ Ռուսաստանում է եղել։ Իրականում շատ խելացի առաջարկներ, շատ մեծ գործերի մասին գնացել են, զրուցել են, որ եկեք այսպես անենք։ Պատասխանը եղել է մեկը, ձեր պետության ղեկավարները մասին գիտեն, դրա մասին, դրանք ադոբրից արել են, ում հետ պետք է խոսենք։ Եթե սփյուռքի հետևում կանգնած չէ այդտեղ ազգային ուժ, սփյուռքը անկարող է։ Եվ այն հիմնական հենասյուները, որի վրա կանգնած էր հայկական պետականությունը, այո, պետականությունը եւ հայ ազգն էլ նույնպես, Սփյուռք, բանակ, Արցախ եւ առաջին հերթին եկեղեցի, իհարկե քայքայում են եւ դրան նպաստում են եւ ընդդիմություն կոչեցյալները, որովհետեւ երբ որ իրենց հարմար չէ, երբ որ Սփյուռքից ինչ որ բան է խոսք է գնում նրանց մասին, թե ինչ է կանում, այ դավադիրներ, կալաբարանտներ, նրանք սկսում են Սփյուռքին պղծել, Սփյուռքի մասին խոսել։ Բանակը հանձնեցին, ասում եմ 21 թվի ընտրությունների պատրաստվելով, սկզբից Եռաբլուրը դա այն առաջին ավելի մեծ պարտություն էր, քան ստեղ Ղարաբաղը։ Տղերքը գնացին, զոհվեցին Ղարաբաղում, զոհվեցին, դավաճանվեցին բոլորի կողմից Ղարաբաղում, եւ այդ զոհված տղաների, դիակների վրա թույլատրեցին, որպեսզի Նիկոլը տրորելով անցնի։ Իսկ իրենք այդ ժամանակ օպերայի հրապարակում կենացներ էին ասում, պատրաստվում ընտրությունների կապիտուլյանտի եւ դավաճանի հետ։ Ասում եք Նիկոլը, եթե նույնիսկ լիներ շատ լավը, ոչ մի սխալ գործած չլներ, ուղղակի հենց այնպես պարտվեր, իսկ նա դավաճան է եւ այդ փաստաթղթերը, որ ինքը հրապարակեց, դրա գերագույն ապացույցն են։
Չնայած մենք այնպես է գիտենք, շատ ծիծաղել է, որ իմ անդումից ասում տեսակ, նոր տեսակ, չէիք տեսել, չնայած դուք միշտ դավաճանով թուրք էիք ասում, հետ է գնում ընտրության։ Եթե ուղղակի կապիտուլյացիան ստորագրող ստիպված մարդը հաջորդ ստորագրությունը չի դնում հրաժարականի փաստաթղթի տակ, այդ մարդը արդեն դառնում է պետության թշնամի, քանի որ նման մարդու պատճառով շարունակական կապիտուլյացիա է գալիս։ Հասկացանք ՆԱՏՕ հասեր, անասուններ, եզեր, բայց ամեն դեպքում փողոցը շպրտված իշխանություն կար, եւ այդ բունկերում մեկ օր ավել երազել, ապրել երազող խոզը եւ Արցախի նախագահ, Հայաստանի նախագահ ինչ-որ մեկը, որի ընտանիքի գերեզմանները թողված էին Արցախում, որոշեց դրսի հրամանով գնալ այնպիսի մի հակաքաղաքակրթական հանցագործության, որ դարերով նրա անունը գրված է ելնելու քաղաքագիտության դիպլոմատիկական ակադեմիաների եւ պատմության գրքերի մեջ ամբողջ աշխարհում որպես պրեցեդենտ, որ նման մարդ է էակ է գոյություն ունեցել Արցախի ղեկավար իր փոքր հայրենիքը հանձնողի հետ եւ Հայաստանի ղեկավար, հասկանում եք, եթե գոնե փողոցային Նիկոլի նման մի կենթանի լիներ, elə ոչինչ էլի գնացել է պայմանավորված ելքով ընտրությունների եւ իր պայմանավորված պարտության կապիտուլյատիվ ինքնակապիտուլացման այդ երևույթը գցել է ժողովրդի գրպանը դիմելով սահմանադրական դատարան, որ 300,000 ավելի ձայն կա կեղծված Նիկոլի գրաված սահմանադրական դատարանը եւ քանի որ սահմանադրական դատարանը Նիկոլի գրաված ասել է չէ, այդպես բան չկա, դրանից հետո արդեն 5-րդ տարին պնդում է, որ չէ, նման բան չի եղել, այդքան երբ եք ստում պարոն Քոչարյան եւ պարոն Քոչարյանի թիմ եւ ՀՀԿ-ականներ, որոնք 3% էին ձայն հավաքել եւ նրան ձայն ավելացրեցին, որովհետեւ նրանք որպեսի կարողանան որպես երրորդ ուժ մտնել խորհրդարան եւ կազմել Կալաբարանտ օկուպացիոն խորհրդարանը։ Կազմեցին կալաբարացիան թշնամական խորհրդարան եւ 5-րդ տարին է բարի եւ չար միլիցիա խաղալով լեգիտիմացնում են բոլոր դավաճանությունները եւ այդ գովազդային գործակալը, ես չգիտեմ, վճարովի թե ինչ որ ապրանքով են նրան հետ ռաշոտանում, որը որ հայտնվում է ընտրություններից ընտրություն Քոչարյանի նկատի ունեմ, չէ՞, որ ընտրություններից առաջ գոյությունները հետո կորավ Արցախը կորցրեցինք, սա կորցրեցինք, ջերմուկը կորցրեցինք տարածքներ, Տավուշի տարածքներ կորցրեցինք, Քոչարյան չկա, եւ եթե նրա այդ դամբարանային քրմերը վճարովի մեկ-մեկ Facebook-ով չհիշացնեն նրա մասին, դեմքն է կմոռանայինք։ Հիմա նորից հայտնվել է, նորից անում է բացարձակ անպատասխանատվության ինստիտուտ։ Դուք գնացիք կազմեցիք դավաճանի այդ խորհրդարան, կազմելով խորհրդարան, քանի որ Հայաստանի միակ իշխանությունը դա խորհրդարանն է, դուք կազմեցիք թշնամական ուժի այդ խորհրդարան, այսինքն դուք կալաբարանտ եք, դուք հանցագործ եք, ծանր հանցագործ։ Դավաճանության սպասարկող։ Եվ քանի որ կազմելով խորհրդարանը դուք չեք կարող չընտրել Նիկոլին ընտրվում էր, ընտրեցիք Նիկոլին։ Եվ ամեն պայի սահմանադրականորեն, քանի որ դուք քաղաքական ուժ եք, քաղաքական որոշման պատճառով վիճակի լինելով կանգնեցնել եւ պարտավոր լինել կանգնեցնել Նիկոլին, դու դա չեք արել։ Ասում եք Նիկոլը պարտված է, պարտվածներին չի կարելի ոչ մի բան վստահել։ Դու հիմա պարտված եք, պարտվածին։ Դուք մեր ամբողջ ազգը մեր դեմքով գնալով ներկայացնելով պարտության եք տարել։ Դուք ցույց եք տվել յանամ թե իհարկե դա էլ է ձև ու իրար ծեծվել եք այնտեղ։ Ամեն ինչ որ բանից առաջ ծեծվում եք, քրվում եք եւ այլն, որպեսզի մարդ շեղեք։ Բայց լավ, ասենք ձեզ ծեծել են։ Ձեզ ով է թույլ տվել իմ հարազատների անունից, իմ բարեկամների անունից, որոնք ես խնդրել եմ գնալ քվեարկել, միակ եւ միակ հույս ունենալով, որ Քոչարյանը երթվել է, որ կեղծված ընտրությունների դեպքում նա այդ կեղծողին կպատժի։ Այսինքն հասկացել ենք, որ մեկ-մեկ այդպես փոխվում են իշխանությունները հետընտրական process-ների ընթացքում։ Եվ ուղղակի հույս ունենալով, որ նա տղամարդու կերպար է ստեղծում եւ հետընտրական ինչ-որ process-ներ կլինեն եւ Նիկոլի իշխանությունից կվերացնի,
նստել խնդրում ենք, թե գնացեք այդ մարդուն ընտրեք, խնդրում ենք, ես անձամբ ձեզ հարյուրավոր ձայներ եմ ապահովել եւ այդ մարդիկ հետո չուզենալով եկել են ընտրել են եւ դրանից հետո ինձ այնց պատիվ են պահանջել, թե ինչի մեզ ուղարկեցիր այդ բոմժին ընտրելու։ Եվ դուք խոսում եք թիմի մասին, ձեր թիմը վերահանգած խորհրդարանում, դա չի ձեր թիմը։ Այդ ժողովրդական պայքարի տապալման խորհրդանիշները չեն ձեր թիմը։ Օրինակ, եթե ես ունեմ ֆիրմա, ինչ որ չէ, պետությունը մի ուրիշ հասկացողություն է, արժանապատվություն ազգային, լավ ֆիրմա ունեմ։ Եվ այդ փրկելու համար ինձ պետք է ինչ-որ մի կրիզիսնի լուծող հարց, ես նրան ընտրում եմ, ասենք դուք ընտրել եք Իշխան Սաղաթելյանին, մեկ անգամ է տապալում, ոչ մի պատասխանատվություն, ոչ մի պատիժ, երկրորդ անգամ է տապալվում, ոչ մի պատասխանատվություն, ոչ մի պատիժ, երրորդ անգամ է տապալում, ոչ մի պատասխանատվություն, ոչ մի պատիժ։ Նման բան անհնարին է, բայց եթե նման բան կա, ուրեմն կամ ես պետք է լինեմ, որ լինեմ բացարձակ անասուն, տհաս, անհասկացող, կամ նշանակում է Իշխան Սաղաթելյանի վրա դրված է եղել նպատակ, աշխատանք, որպեսզի ինքը տապալի եւ ինքը գերազանց կատարել է այդ process-ը։ Իհարկե ոչ միայն ինքը, բայց նրա դեմքով, քանի որ նա ապուշը լիլիպուտներին պես լինում են ամբիցիոզ եւ հիմար։ Ну, նա ինքը չէ հասկանում, թե ինչ են սպասել, չնայած ինչ պետք է սպասվի, եթե դաշտանակները, հայ խեղաթյուրական դաշտանակները 120 տարի առաջ երկիրը կործանած, 110 տարի առաջ երկիրը կործանած, եկեղեցու դեմ առաջին անգամ ընտրիկում հնչակներն ու դաշնակներն են հարձակվել։ Ինչ ասեմ ձեզ։ Հետո էլ ժողովրդի ունեցած չունեցածը գողացան, թռան Ֆրանսիա ու երկիրը կործանած ինչ-որ մի կուսակցություն մասոնական կարողացավ դառնալ հայ ազգի հովանավորը, եկեղեցուց վերցնելով այդ դերը, վերցնելով գողանալով այդ դերը։ Լավ չխորանանք, ինչոց է, շատ կեղծիք է, ամբողջ մեր այս ամեն ինչի հիմիկման վիճակը դա կեղծիքն է, կեղծ պատմություն, կեղծ հիշողություններ, ասել ենք նրան, որ մեզ Հայաստան բերած ապրեցրած ռուսներին, ասում ենք, որ 500,000-ը չկայինք, հետո սովետական միության վերջում դարձել ենք 3.5 միլիոն, շուտով 4 միլիոնի մոտ պետք է դառնայինք, արդեն 4 միլիոն ենք դառնում, 500,000-ից ընդամենը մեկ դարի ընթացքում 4 միլիոն դարձանք։ Եվ այդ նույն ռուսական չնեղանակ, այո, սովետական հայ մարդը շատ ավելի բարձր արժեքների տեր էր, շատ ավելի բարձր արժեքների տեր էր, եւ հենց այդ արժեքներն են, որ բերեցին նաեւ Ղարաբաղի հաղթանակին, քան այն մարդը, որը հայ մարդը, որը դաստիարակեց այսպես կոչված ազատ Հայաստանի Հանրապետությունը։ Շատ ավելի բարձր արժեքների տեր մարդ էր։ Եվ մեկ բան էլ կավելացնեմ, ներող կլինեք, իրական տրամադրություն չկա էլ։ Տեսնում ես ինչ է կատարվում այս խեղկատակությունը, այս առաջնորդ չունենք։ Ազգերի պատմությունը անհատների պատմություն է։ Եղել են անհատներ, պետությունը ուժեղ անհատներ, պետությունը աճել է, մեծացել է, հզորացել է։ Այդպես մենակ մեր մոտ չէ։ Չգիտես ինչի, մենք բավականին տաղանդավոր իրականում ազգ լինելով հանդերձ, մենք չենք կարողացել ծնել պետական հայրեր։ Արժեք ներկայացնող։ Չեն կարողացել։ Այդ տարգաշները գետնից դուրս եկած բարձացել են վերև, բոլորին, որ փորձել է գլուխը բարձրացնել իրականում, կերել են, իրենք շրջապատել են նույն տիպի անտաղանդ անասուններով, անբարոյական։
Օրինակ Ծառուկյան կարող է ասում են լավ մարդ է, ես նրան է օգնում, նրան է օգնում, չնայած երևի ավելի ճիշտ կլներ հարկերը մոտել նորմալ օգնելու տեղը, ոչ թե ասենք տարածից, կաղնեց ասեց ով հետ կաղնի անբարոյականի զավակ է, հիմա երևի իր մեղքերը քավելու համար ինքը այնքան ուղեղ ունի, որ դրելա Քրիստոսի արձան է կառուցում, մեղք է գործում, առանց եկեղեցու հոգևորական աշխարհի, հոգևորական կազմի կաթողիկոսի թույլատվության, բայց ինքը դրելու, ինքը փող ունի, չէ ինքը ինչ ուղի կան այսենց արածը, իսկ ինքը հավատը վերածում է ինչ-որ մի գլինի գիգանտ էլի, գլինի գիգանտ, ով հասկանում է գիտի ինչի մասն է խոսքը, չեմ ուզում ասեմ։ Եվ հիմա, որ այս ծիծաղի ենք փորձում վերածել ապյատ թեքել խոսակցությունը ինչ-որ ձեռառնոցի և այլ Նիկոլի օրակարգի մասին, որ հիմա 3 ասում էր պետք է հիմնը հնչի, այսօր ասում է դրոշակը պետք է կախվի։ Դա իզուր չէ, և դժվար թե դա Նիկոլի ցանկություններն են, և Նիկոլի միտքն է այդ դրան հասել, ինչպես նաև այս հարձակումը, դժվար թե Նիկոլի ցանկությամբ մենակ լինի, ոչ թե դժվար չէ հաստատ չի, դրա հետևից կանգնած է և Վատիկանը, և թուրքական աշխարհը, և թուրքական աշխարհը, որը հանդեսանում է Ցիպնոյ պյոս, անգլիսկի կառուն է։ Կորցրեցիք, քայքայեցիք սփյուռքը համարյա կործանված վիճակում է։ Կորցրեցիք, քայքայեցիք, ոչնչացրեցիք բանակը թույլատվությամբ, ամենաթողությամբ։ Կերակ Արցախը մնացել է մեկ ինստիտուտ, վերպետական, համազգային, մշակութային, հոգևոր, որը և ինքը իրենով, և իր ղեկավարը միշտ ավելի մեծ նշանակություն է ունեցել հայ ազգի համար և դրսում ավելի շատ քաշ ցանկացած Հայաստանի ղեկավար կամ Հայաստանի կլինի 30 թե 10,000 քառակուսի կիլոմետր։ Դուրներդ գա չգա դա այդպես է և դա շատ լավ է։ Եվ դա է այն ցանցը, որը ստեղծում է համազգային կառույց։ Եվ հիմա խեղկատակներ, որոնք որ դրել եք և ծիծաղի եք փորձում վերածել մենակ թե ձեզանից հեռու գնա դա, մենակ թե դա է գցեք այդ պատասխանատվությունայի անդիմադիր կոչեցյալ այդ քաղաքական գործիչներ, բոսյակներ, մենակ թե դուք հասնեք, ոնց որ անցած անգամ բերանը ու ոտի տակ տվեցիք եռաբլուրը, բերանը գցեցիք գեներալի ծետին, մենակ թե հասնեք ու ես լավ եմ հիշում, ես գտնելու եմ այդ կադրերը, ինչպես է ասում է, ինչի չես խոսում, այդ նույն Իշխան Սաղաթելյանչիկն ու Վանեցյանը հիմա խոսան, կարողա չհամաձայնվել մեր այդ իշխանների ընտրությունների գնա, հակաքաղաքակրթական հանցավոր, որը խարան դրեց մեր ազգի գլխին, խայտառակության խարան է և այն ինչ որ եկել է սա իրական կապիտուլյացիան այդ ընտրություններն էին, նա Արցախի կապիտուլյացիաներ, կապիտուլյացիայի խորհրդարաններ, ոչնչացման խորհրդարաններ, 26 թվականի ընտրությունները լինելու են Հայաստանի ոչնչացման խորհրդարանը և հիմա պայքարը գնում է ոչ թե հնարք նկարվելու են իհարկե թվերը, ոնց կարողանում են, եթե ինչ-որ մեկն ասում է Նիկոլը նկարները չի նկարելու թվերը, նշանակում է ինքը ասում է, որ Նիկոլը 1000 անգամ ավելի բարոյական է, քան թե Քոչարյանը, Սերժ և Լևոնը իր այդ վերցրել։ Անկասկած, ինչ հիմա ուզում են ասել, որ իրան գնալու են հետընտրական ինչ-որ քայլերի, Քոչարյանը, որը ասում է, թողեք ես հասնեմ այդ աթոռներին ընդդիմադիր մասնակցեմ երկրի կործանմանը, քյարս ունենամ, Սերժը եւ այլն, այդ մարդիկ, որ դա ասում են, որեն ասում են, մի տարի առաջ ասում են, միջանցքը Հայաստանի կործանումն է, Հայաստանի երկու կես է լինում։ Հիմա նույն Քոչարյանը եւ մնացածը կանգնում են ասում են, պարոն Թրամփ, մենք ոնց կարող է Թրամփը եթե ասել է, մենք ոնց կարանք Թրամփին ասենք չէ։ Ինքն էլ ասում է, որ Թրամփին խոստանում ասում է, եթե Նիկոլ այսքան է տվե, ես այսքան կտամ։
Մենակ թե նենց արա, որ ես էլ ընկնեմ այդ խորհրդարանը, այդ դավաճանությունը երկի կարծումը լեգիտիմացնող համակարգում, այն համակարգում, որը որ ապահովում է իր մանդատներով ցանկացած ժամանակ, ցանկացած ահավիք, ցանկացած կործանման ժամանակ ապահովում է Նիկոլի իրենց իսկ ընտրած գործիքի կատարած ավերի դեպքում Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ճգնաժամի բացակայություն, իսկ այդ դեպքում ինչ ուզեն կանեն։ Ինչ ուզեն, չկա քաղաքական ճգնաժամ, խորհրդարանը կանգուն է, անդիմաբոյսակներն այնտեղ են, ամեն ինչ նորմալ է Հայաստանում։ Եվ հիմա մարդկանց ստանելու են, որ ինչ են ուզում շատ մարդ գնա, որպեսզի շատ մարդ քվեարկի Հայաստանի կործանման համար, որ ասեն էլի ժողովրդի վրա գցեն, ասեն էդի ժողովուրդն, որ ասենք նկարել այդքան քանակ կարողա չկարողանան, մարդ գնա, որ կանան նկարեն, որ ասենք գնացել է ոչ թե 200,000 հոգի քվեարկել է հիմնականում նիկոլական, այլ գնացել են ու դաշնակցական եւ այլն, կենթանիներն են, ոչ մի տարբերություն չկա։ Հիմա 3 կատարվում էր ինչ-որ բաներ, հպարտանում են մեր դաշնակցության երիտթևը են, ջահակիրներ են, կնոպկայով միանում անջատվում են, չէ, ՀՀԿ-ի երիտթևը, կնոպկայով միանում անջատվում են, տանի մի անգամ դրոշակ վառում, մի երկու անգամ է պլակատով գնում այս կողմ այն կողմ։ Հիմա 3-7-վերքն էին գրավում։ Ուր էին այդ ջահակիրները։ Հազարավոր ջահակիրները կնոպկայով միացող անջատվող։ Մեկը ինձ կասի։ Պիտում երբ որ այդ հարցը ես տվեցի, այն Էշմիածնի դեպքերի հետ կապված, թե ուր են հայ խեղաթյուրական, հուդայի խեղաթյուրական դաշնակցության նկատի չունեմ այն պարտված տղա, այն կրված այրունը տված, կյանքը տված տղաներին կամ չտված տղաներին, որոնց այրունը, որոնց ավանդը, այս խեղկատակները գմայի գենոմոդիֆիկանտները բանակ չծառայած են, մի հատ Արթուր Խաչատրյան կա, դա այնենք ավելի շատ այդ արևմուտքի մարդկանց շատ մի հատ խորհուրդ կտամ ուշադրություն դարձրեք այդ տղայի վրա, դա 1000 անգամ ավելի լավ Նիկոլ կաշխատի, քան ստե Նիկոլը, որովհետև դա բացարձակ անամոթ է։ Ուր են Նիկոլի ֆեյքերը նման հարցակում չեն կարող անել, ինչպիսի հարցակում էին արել դաշտանակների եւ ՀՀԿ-ի ֆեյքերը։ Հարց ուղակի, ասենք ձեր այդ ազգային թևերի, երիտ թևերը, թե թիմերի ազգային եք ասում, ազգային են 100 տարի առաջ Հայաստանից բան չթողած բան ասում, ազգային ուժերի երիտ թևերը կնոպկայով միացող անջատվող այդ հազարներով դաշտանակներ այդ ՀՀԿ եւ այլն ուր էին, հա, ուր էին։ Հա, ընդհանուր բան պետք չէր, գային ընդեղ հավաքվեին, կանգնեին, sense պատով մի հատ նենց կորային կաթողիկոսի անունը։ Ինչ եք դրա համար մարդկանց հայոյում, երբ որ նման հարց են տալի։ Վերջը կեղծիքի մեջ ենք ապրում, ժողովուրդ ջան։ Իհարկե ժողովրդի վիճակն էլ դեգրադացված է։ Ինչպես ասենք երեխան նայում է իր ծնողներին եւ դառնում է այդպեսին, ասենք այն երեխաները, այն հայերը, որոնք որ չեն կարող նայել այդ տականք 30 տարվա իշխանությանը շատ մեծ մասան թողեցին հեռացան, մի մասը որ շանս չուներ կոտրվեց, մնացածն էլ 50% ազգի միշտ է լինում ամորֆ մասսա եւ նայում եմ այսպես կոչված էլիտային եւ նայելով նրանց ձեռք բերեցին նույն արժեքները, ինչ որ այդ այսպես կոչված էլիտաներ կրում է, հա։ Ես ամեն ինչ այս զգացել եմ դեռ շատ վաղուց 11 թվին, երբ որ ընկերներիս հետ եկել էի այդտեղ նստել էի, հավաքվել էի, իդեպ ինտելիգենցիա բժիշկներ եւ այն մեկը սանեպիդկայանի ղեկավար էր։ Եվ կենաց ասելուց ասեց ուզում եմ որ ամեն մեկս մի հատ յախտա ունենանք վերտալյոտու տեղով։ Ինչ դա պետք Հայաստանում։ Ասում եմ վերտալյոտը նստեմ ու բոլորն էլ դա անցալում էին։ Ու մի հարց տվեցի հետո ասում եմ օրինակ եթե բոլորդ ունենայիք $100 միլիոն փողել, ինչ կանեիք։ Ոչ մեկ չասես կյանքի որակը կբարձրացնենք, ոչ էլ գիտեին կյանքի որակը ինչ է, ոչ մեկ չասեց երեխուս կրթության մասին կմտածեմ, առողջապահության ինչ որ մեկին մի բան կօգնեմ։ Քեֆ կանենք, կայֆ կանենք։ Ну եւս երկրորդ հայի խայսաթը, որը միշտ եղել է,
բոլոր տենը նոր շենքերը, չգիտեմ, այդ որ իրար վրա տես լցել եք ու ապրում էին լցած իրար վրա, ասենց եկեք Մոսկվա մի հատ տեսեք անտառների քանակը։ Սա ծառայ կտրեցիք։ Կտրել եք բոլորը, հա ինչ-որ մի հատ խոզ եկել է հուդայա ծառա բերել տնկի, բա դուք ուր եք ձեր տունը վերանգա, դուք ոչխար չեք։ Գիտեք ինչն է տարբերությունը։ Որ ստեղ երկու հատ ծառ կտրելուց թաղի տատիկներով, պապիկներով ու մնացածով հանդես կհելեն կուտեն ու գիտեք ինչքան շինարարություն, ասում եք Պուտինը գիտեք քանի հատ շինարարություն են կանգնացրել, ժողովուրդը ելել է, ասել է փորձեք։ Հələ փորձեք։ Ու խելոք էլ հետ են գնացել։ Որովհետև հայի այն սովորական են հին սովետական շենքերից սկսած Պատիեզդում ամեն մեկը իր դռան դիմաց 6 հատ կաֆել էր խփում։ Բոլորի կաֆելներից տարբերվող։ Հələ հանկարծ մի հատ փորձեիր, ասել եկեք մի հատ բոլորս իր հետ հավաքվենք, գոնե ամեն մեկը իր հարկում է, 3 տուն ենք էս հարկում, մի հատիպ դնենք էլի, մի քիչ ակուրատնի էլ, չլինեն ճակած բիտոնը, հետո քո դիմացից 6 հատ կաֆել է։ Այն կողքինի 6 հատ դուռները բոլորը տարբեր, հա։ Մրցակցության արդյունքում։ Կամ ասեն գնալ, ասել հարևանս մարմարից ասենք Պատագոլնիկա զակաց տվել, էշություն էլի նատուրալի։ Գնար պարքի տակ ընկներ 3 տարի պարք փակեր, որ Պատագոլնիկ մարմարից զակաց տա կամ կանոնքի հասկացողությունը, ասենք մի հատ եկեք ամբողջ Եվրոպայում, ասում եք եվրոպական ազգ եք, ոչ չէ դուք բրազիլիական սերիալի կամ թուրքական սերիալի ազգ եք, դրա նման եք փորձում ու երազում ապրել, չնայած իրանք հետ չեն ապրում։ Հələ եկեք տեսեք կանոնք ինչ բան է։ Որ ասենք մի 20 հոգով հավաքվում են, մի քանի երեխա են բերում մի անգամից կնքելու։ Այդ մարդկանց հագուստը նայեք գլխաշորերը կապած եւ այլն եւ այլն։ Եվ դրանից հետո գնում են նստում են ուղակի այնտեղ այդքանին մի հատ ընդամենը օրնված գինի, խաշացավ, մաքսիմում պանիր ու հաց։ Դա է կանոնքը, ոչ թե կայֆավատ լինենք, ախպեր, ռեստորանը զակաս ենք տվել, այլ 200 հոգյանոց ռեստորան եմ զակաս տվել, ես անասուն քահանան հեյմանդացել է։ Բայց որ այդ քահանայի ջեբը 5000 դրամ դնի, կարա ասի կերան մեզի, կերան։ Այն ինչ որ հիմա դրոշ մրոշ բերելու է դրոշն էլ է կախելու։ Եվրոպարլամենտի կամ թուրքական հիմնել է հնչեցնելու։ Քանի որ բոլորդ կեղծ եք, հայի հասկացողությունն էլ է կեղծ։ Քանի ուշ չի, ով կարող է խելքի եկեք։ Իսկ ընտրությունների գնացիք, դա հաշվեք, ընտրելու եք։ Ինչ էլ ուզում անդեղ նշեք, դա ըլնելու է ձեր քվեարկությունը Հայաստանի կործանման համար եւ անձամբ ձեր ու ձեր երեխաների ու ձեր մայրերի նկատմամբ բռնության, թույլատվության, համաձայնության համար։ Մեր կատեղուկոսը Գարեգին բն է։ Մեր եկեղեցին հայ-առաքելական եկեղեցին է։ Պետություն չունենք։ Փրկեք այդ կառույցը, ազատվեք այդ կեղծ առաջնորդներից, ոչնչություններից, մեկը Նիկոլ բերած, մյուսը Նիկոլի հետ խայտարակված ինկակապիտուլացման գնացած այնքան ուղեղ չունենալով, որ ինքը իր ընտանիքի վերջն է դրել հազարամյակներով, հարյուրամյակներով գրքերում ամբողջ աշխարհում իր անունը լնելով որպես նարիցայցլնի վատ հասկացողություն դավաճանից բեթարի, քանի որ դավաճանի հետ ընտրություն գնացող ու կազմակերպող է լինելով նույնիսկ իր փոքր հայրենիքի դավաճանի հետ ընտրության գնացող եւ ղեկավար այդ հայրենիքի դաշտանակները մենք ասում ենք կուսակցությունները քանդեցին մեր պետությունը ինչ կուսա հիմա կուսա դաշտանակները 100 տարի առաջ պետությունը ասում ենք ձայն չանենք լավ իրանք իրենց ասենք ինչ-որ մի բան են ստեղծել ձայն բայց ձայն չանելով եկանք հասանք այսօր բան կամ քաղաքական направленияները իզուր չէ որ ամերիկացիները խելք ունեն քաղաքական направленияներ կան ուրեմն ցախ աճ ստեղծված կեղծ ցենտրիստներ 180 հատ քաղաքական կուսակցություն ունեք ինչ եք անում գոնե մի հատ մասնագետ ունենայիք դրա տեղը մեր կաթողիկոսը Գարեգին բնը մեր եկեղեցին առաքելականը պաշտպանեք կամ կործանվեք